Անցյալ գիրագի սկսանք նայելու թե ինչ են փուշերու մեջ ինգած քրիստոնյաներուն դժվարությունը եւ Ղուկաս 8:4-8-ի մեջը կգարտանք աս արագը որ սերնացանին արակն է Հիսուս բացատրություն տվավ թե երկու բաներ կան որոնք արկել կլան քրիստոնյային աճման եւ հոգեորաբես բդուղ բերելու եւ նաեւ հոգեվոր օրտնությունները վայելելու որ Աստված պատրաստած է իրեն եւ այս առաջինը ասենք թե հոգերն էին եւ խոսեցանք հոգերու մասին անցյալ գիրագի եւ այսօր պիտի խոսենք երկրորդ դժվարության մասին որ հավատացյալներ ունին անոնք անալ հարստությունն է եւ անշուշտ ասենք թե փուշերու մեջ ինգած քրիստոնյաները գսեն թե պիտի ծառայեմ դերոջը մինչև այնադեմ որ դերոջը ծառայությունը չխանգարեր այն բաները որ ես կսիրեմ անել եւ այս է դժվարությունը եւ երկու բաները որ այս հավատացյալը գսիրե շատ անել առաջինը հոգնել էր որ ասենք երբեմն գամքե դուրս այնքան մենք մեզի վարժեցուցած ենք հոգնելու որ այդ հոգերով կդարվինք եւ Աստծո խոսքը գխեղտվի փուշերը գխեղտեն թուփերը որ բդուղ պիտի բերեն եւ երկրորդն այսօր հարստությունն է ինչ է հարստության դժվարությունը շատ հաճախ մենք նյութականը գարդոնենք որ նյութականը քրավե մեր խորհուրդները մեր սկացումները եւ մեր գետրոնացումը եւ երբ որ այս կբադահի մեր հոգեոր կյանքի մեջ խանգարումներ հարաճ կան որովհետեւ Աստուծո դերը գկրավե ուրիշ բամը որ Աստուծո դերը գարնե մեր կյանքերը տակնու վրա գլան առաջին Դիմեթրիոս 6:8-10 մեջ կսե ուստի գերագուր ու հակնելիք ունենալով բավարարվինք անոնցմով բայց անոնք որ կփապակին հարստանալ գինան փորձության եւ թագարթի ու շատ անմիտ ու վնասակար ցանկություններու մեջ որոնք գնգմեն մարդիկը ավերումի կամ գորուստի մեջ որովհետև բոլոր ճարիքներուն արմատը արձաթասիրությունն է որուն փախցալով ոմանք մոլորեցան հավատքեն եւ իրենք զիրենք խոցեցին շատ ցավերով այս համարի մեջ շատ կարեւոր ճշմարտություններ կա քեղեցիկ անշուշտ Պողոս Արաքյալը չսեր որ ստացված կունենալը սխալ է մեղք է բայց կսե սկուշը լանք որ ստացվածքի յետևեն չի վազենք հարստանալու յետևեն չերթանք չփապակենք հարստանալ ալ քո լալ Աստուծո դվածներեն որովհետև Աստված խոստացած է արդեն մեր պետքերը հոգալ եւ անգեզատ որալ գուդա իր парքին համար պետք է կորձածենք անիգա մեզի չի պատկանիր եւ հարմարի շարունակությունը գսե անոնք որոնք այս բանի մեջ փորձվեցան գսե հարստության յետև վազելու շատ փորձանքներու մեջ ինգան եւ գսե ոմանք ալ գսե մոլորեցան հավատքեն գտեսնեք ինչպես կգաբի այս սերմացանի արագին հետ ուր փուշերը գսե գխեղտեն այդ սերմերը որ գցամբին հավատացյալին յանքի մեջ եւ Պողոս Արաքյալը շատ հստակ գսե որ բոլոր ճարիքներուն արմատը արձաթասիրություն է եթե այսօր նայենք մեր աշխարհի շուրջը գդարված բաներում բادرազմներ ինչու բادرազմներ գլան որովհետեւ մեկ ժողովուրդ գցանգա մյուսին ունեցածը ունենալ եւ գհարցագի որբեսի ցերքեն առնե մենք հայրս շատ լավ գիտենք մեր պատմությունը բոլոր այդպես եղած է եւ ցանկությունը ավելի ունենալ եւ ասիգա վնասակար բան է ամենուս համար երբ որ մեր վստահությունը գտնենք ստեղծվածին վրա եւ գանդեսենք ստեղծողը այն ադեն մեր հավատքը կսկսի խեղդվել այդ փուշերեն որ աշխարհեն գուքան եւ ստեղծվածներն են 17-ին 19 ամարի մեջը Դիմեթրիոսի գշարնագե Պողոս Արաքյալը գսե բադվիրե այս աշխարհի մեջ հարուստ եղողներուն որ մեծամիտ չլան ոչ ալ հուսան անստույք հարստության հաբա աբրող Աստուծո
չհուսան հարստության գսե հաբա աբրող աստուծո որ ամեն բան գուտա մեզի ջոխությամբ վայելելու համար Փարիկ թող գործեն, փարի գործերով թող հարստանան, արադացեն եւ ուրիշին գարիկներուն հաղորդագից լան, աբակային համար իրենց լավ հիմ տնելով իբր բահեստ որպես բռնեն հավանական կյանքը։ Հոս շատ հստակ կնե Պողոս Արաքյալ թե ինչ է կարևորը։ Կարևորը գսե հաստատ բռնեն իրենց հավանական կյանքը։ Այն բաները, որ իրենց հավանական կյանքի հետ կապ ունի, անոնց վրա գետրոնացումը տնել, փարիկ կորձեն գսե, հասնին ուրիշներուն պետքերուն հաղորդագից լան, եւ ասոնք են կարևորը, եւ ոչ թե հարստությունը, որովհետեւ գսե հարստությունը անստույք է։ Կալիֆոռնիացիներուն խոսեցեք, վերջեր ինչ պատահեցավ իրենց։ Ամեն կյանքերին աշխատած էին այդ քեղեցիկ դուները ցերկ բերելու մեկ գրակմը, մեկ օրվա մեջ ամենը դարավ։ Հարստության չեն կրնար վստահել։ Եվ Պողոս Արաքյալը կշարունակե Փիլիպեցիներուն գխոսի վերապերմունքը, թե որ մենք պետք է ունենանք մեր ունեցածներուն անտեպ գսե գարոդության համար չէ որ գսեմ, գարոդության համար չէ որ գսեմ, որովհետև ես սորվեցա գսե ինքնափավ լալ իմ եղած վիճակիս մեջ։ Թե գիտեմ նվաստանալ, թե ալքիդեմ արադության մեջ լալ, ամեն բանի մեջ ամեն գերբով վարժված եմ, թե գշտանալ, թե անոթենալ, թե արադության և թե գարոդության մեջ լալ, ամեն բանի կարող եմ անով որ զորացուցիս։ Պողոս Արաքյալին կարևոր գետը այստեղ գսե սորվեցա ինքնափավ լալ, ասիկա քաղնիկն է ուրախ կյանքին, քո լալ վիճակետ, որովհետև Հավատացյալը մանավանդ, երբ Աստուծո ցերկերու մեջն է, ունի Աստուծո խոստումները իրեն համար, այդ խոստումները իրեն մինչև գարաչնորթեն իր հավանական դունը, եւ պիտի լան այո եւ ամեն, եւ Աստված իր խոստումները պիտի գադարե։ Ուրեմն քո լալ եւ ցկել որ Աստված ամեն բան կարգի տնե մեր կյանքերու մեջ։ Լավ գլա որ ամեն կսալ գիտնային գշրել մեր որոշումները եւ շիդակ ընդրությունները ընել։ Ծախող մարդը, a salesman, որ կփորձեր freezers, սարցարան, ասպարը շատ սիրեցի, սարցարան, շիդակ է, արևելայերենով ալ, սարցարան գուզեր ծախել, ասավ, կիդես ինչ ասավ, այս freezer-ը սարցարան, եթե կնես ասավ, գրնաս ջաշերուն վրա տրամ խնայել, որդև մեծականակ կարնես, Սարցարանի մեջ կբայես եւ աչափ ավելի չես ծախսեր, ավելի ցած կինով գարնես եւ շահ ունենաս, կխնայես։ Այս գինը, որ մդիկ կներ այս salesman-ին, ասավ, գիտեմ, որ գրնանք խնայել տրամ ասավ, բայց գինը գսե, մենք հիմա մեր ինքնաշարժին համար գվճարենք, որբեսի օթոին համար որ գվճարենք բասի տրամը խնայենք եւ նաեւ գսե գինը մենք գսե հիմա լվացքի մեքենան գվճարենք որբեսի լանդրոմետի տրամը խնայենք նույնպես գսե մեր դունին մորգեջը գվճարենք որբեսի վարձքը խնայենք եւ Գարձեմ գսեգինը ասկե ավելի չեն կնար խնայել։ Մենք ալ սիրեներ պետք է գիտնանք ուր քիծ պիտի քաշենք, ուր պիտի գենանք բաներու յետևե երթալ։ Այս կինը շատ լավ որոշում կանցնե, որ այլևս հագարակ որ խնայել էր իրենց համար, բայց ծախսել մգար։ Ադոր յետևեն պիտի երթար, իր բարտքը ավելի պիտի շատնար եւ վճարումները պիտի շատնային եւ դեմը քիծը պետք է քաշվեր։ Եվ ադոր հետևանքը, եթե ամբեսներ, հետո պետք է վականցի երթար, վականցին համար վճարովիներ, գիտեք, որ վերջո կփլին։ Եթե քու ֆինանսական կարողությունը դուրս կելես, անիկա քեզի գործանման կրնադանիլ։ Եվ ճիշտ Պողոս Արաքյալին խոսքը այս է, բարձ բաներ են, բայց շատ թյուրությամբ կրնանք ասոնցմով դարվիլ եւ մեծ գործանումի արժև գտնվիլ։ Եվ
խոս մգա որ գսե ինձի checkbook-ը ծծուր եւ քեզի գրնամ ասել թե ինչ բաներ գսիրես checkbook-ը շատ բաներ գբատմեք ու մասիդ անորամար Հիսուս Մատթեոս 6:19-21 մեջ ասավ երկրի վրա կանցեր մի թիզեք ցեզի որովհետեւ ցեր կանցը ուր որ է ցեր սիրնալ հոմբիլա մեր սիրտերը գաբված են մեր կանցերուն ուզենք կամ չուզենք ինչ բանի վրա ներդրումներ գնենք invest ինչի մեջ գնենք այն բանի վրա որ invest գնենք մեր գետրոնացումը մեր սերը անոր գաբված բիդլա անորամար լավ գլավոր հոգևոր investment-ներ ունենք հոգևոր Փաներու ներդրումներ ունենք այսօր շատեր գամ որ գործեն այդ մեկնել դարին մեկ անգամ եկեղեցի քալով կարծես թե Աստուծո հավանությունը բիդարնեն որ իրենք վարդականությունին ըրին դարվա եւ այդ օրը որ ներկա գտնվին զադիգին կամ ծնունդին այդ մեկ բան հստակ կնե որ դարվան միս օրերու մեջ արդոնած են որ ուրիշ բաներ խեղտեն իրենց այդ հարաբերությունը որ պետք ունին ունենալ Աստուծո հետ եւ ասիկա երթա նորեն այնգեդին փուշերու արագին որ փուշերը գխեղտեն այն թուփերը որ գրնան բդուղ դալ ուրեմն ինչպես գրնանք այս փուշերեն ազատիլ որբեսի լավ փերք ունենանք երկու կարևոր գեդեր կուզեմ իշել եւ վերջացնել առաջին արմատները կարևոր են արմատներն են որ թուփին ճուր գուփերեն կետնեն ճուր գարնեն եւ նաեւ սնունդ կուդան որբեսի այդ թուփը կարենա բդուղ հարաճ փերել առանց արմատի ոչ մեկ բան կրնա աջիլ եւ ինչպես ասկե մեկ հող առաջ ասինք թե փարակ հող եղողդերը արմատ չի գնար բռնել ադորամար շուտը գչորնա արմատ շունեցո մեկը որ գործե բդուղներ ունենալ գնմանի այն անցին որ շատ կսիրեր լոլիկ ցանել իր բարդիզի մեջ բայց լոլիկ ոչ ժամանակ ուներ ոչ ալ հոգ տանելու կարողություն ուներ անորամար իր բարդեզի մեջ պլաստիկե լոլիկներ ծրավ թուփեր որբեսի երևի թե բարդեզի մեջ լոլիկներ գա բայց իրականության մեջ այդ լոլիկները ոչ կենթանի էին, ոչ ուժ ունեին, ոչ ալ սնունդ։ Եվ ճիշտ հավատացյալները նույնը գտարնան, երբ որ արմատներուն հոգ չեն դանիր, որ արմատները զորանան իրենց հավատքի մեջը։ Հավատացյալները շատ զգուշ պետք է լանք, որ ամենադեն մեր արմատները զորացնենք Աստծո խոսքի մեջ։ Եբրայեցիս 5:13 կսե արդարև մինչ ժամանակին համեմատ բարդավոր էիք վարժաբեդը լալ թուք, պետք ունիք թարցյալ սորվելու, թե որոնք են Աստուծո պատկամներուն նախակայլերը, թուք պետք ունիք գաթի, ոչ թե ամուր գերագուրի, քանի որ ամեր գաթնգեր արդարության խոսքին անհումուդ է, որովհետև երեխա է։ Եթե քու կյանքիդ մեջ բդուղ չի գա, կնշանակե, որ արմատ չունիս, արմատներդ դգար են։ Բդուղը գհեդևի արմատներուն, արմատ որը լա անպայման բդուղը գհեդևի անոր։ Եբրայեցիս 5:14-ի մեջ կսե, բայց ամուր գերագուրը չափասներուն համար է, որոնց սկայարանքները սովորությամբ վարժված են զադորոշել փարին ու չարը։ Այս համարը մեզի բարձաբես կստակացնե, թե որքան կարևոր է, եթե մենք փուշերը մեր կյանքի մեջ են պիտի վերցնենք, կարենանք, պետք է ըլլանք հասուն, պետք է ըլլանք չափահաս, որբեսի կարենանք զադորոշել շիդագը սխալեն, փարին, չարեն, որովհետև գիտեք, որ փույսեր կան, որ շատ կնմանին իրական փույսին, բայց անպետք փույսեր են, որ բարձրապես դեղ կգրավեն մեր բարդեզներու մեջ։ Եվ ադոնք զանազանելը թյուրին չէ, մինչև այն ադեմ, որ թուն հոգևորապես աջիս և մեզնաս և հասուննաս։
եւ նույն գլխուն 6:13 համարի մեջ մեգեն 3-ի մեջ կսե ուստի ցկենք Քրիստոսի վերապերյալ նախապանը ու հարաճանանք թեպի գադարելության փոխանակ դարձյալ հիմը տնելու մերած կորձերեն ապաշխարության եւ Աստուծո հանդեպ հավատքին մգրդություններու ուսուցումին եւ ցերնացության մերելներու հարության եւ հավիդենական թադաստանին այս է որ պիտի ունենք եթե քետ Աստված արդոնե հոս Բողոս արքայալ գշարնակ է գսե սկզբնական բաները պետք է արդեն ունենայիք ավելին պետք է թիմենք ավելին հասնելու պետք է մեր կյանքերու մեջ աճում ըլլա արմատները զորանան որբեսի բդուղներ հարաճ կան գիտեք այսօրվա ամենա մեծ դժվարությունը ինչ է եկեղեցիներու մեջ գբաքսին հավատացյալներ որոնք խորունկ արմատներ ունին շատ հավատացյալներ գուքան գերտան բայց արմատներ ունեցող խորունկ հավատացյալներու թիվը գբաքսի ադոր համար եկեղեցին ամեն տեսակ հովե գդարվի շատ հավատացյալներ ինչպես համարը գարտացին ուրախ են իրենց վիճակով ավելին չեն գուզեր հասնել իրենց վիճակը գսեն լավ է գուքամ եկեղեցի երկեմ Սուրբ Գիրքս կգարտամ աղոտ մնագնեմ ադի գփավե Բողոս արքայալը շատ հստակ է որ հոն չի վերջանար արմատները պետք է ավելի զորանան հասունությունը իմաստություն կբերի հավատացյալին որ գարենա զանազանել բարին չարեն ինչպես համարը սա եւ եթե այս չի բավեր արմատներուն հետ հարց չէ մեր հարցը ուրիշ բան կարելի է որ պետք է անենք որ քիչ մը ծայրահեղ քայլ մնե բայց Աստուծո խոսքը մեզի գսե այս մեկնա պետք է անենք փուշերուն հետ Մատթեոս 5:29-30 գսե Հիսուսի խոսքերն են գսե ուստի եթե աճ ցերկդ կկայթաղեցնե քեզ հանեզայն ունեդե քեզ մե որովհետև ավելի օգտակար է քեզի որ անդամներդ մեկը գործվի բայց ամբողջ մարմինդ չնետվի քեհենը եթե աճ ցերկդ կկայթաղեցնե քեզ գդրեզայն ունեդե քեզ մե որովհետև ավելի օգտակար է քեզի որ անդամներդ մեկը գործվի ու ամբողջ մարմինդ չնետվի քեհենը ասիգա շատ լուրջ խոսքեր են ծանր խոսքեր են բայց դեր մահասնիս որ եթե գտեսնես որ փամ ուղագի քեզի արկել կտարնակու աջմանդ համարը գսե ավելայ որ քաշես հանես մի խաղար հետը ժամանակ մի վատներ քաշե անե որբեսի ցուն քու կյանքդ ազատես ինչպես քիչարջ համարին մեջ ալգարտացի անոնք որոնք հարստության յետևեն եղան գսե անոնք իրենց կյանքերը խոցեցին ցավատքով եւ հավատքեն նույնիսկ հերացան գսե այո սկսանք ճամփու եզերքի հողին վրա ինգած հունդերով որ երբեք չգրցան հողը ջեղկել որ մտնեն եւ ասենք թե պետք է գդրվեին պետք է հողը դարձվեր գագուղցվեր եւ Աստված երբեմն ստիպված այդ մեկնել եթե այդ վիճակեն անցանք հասանք քարկրոտ տեղը ասենք քիչ մհոգա քարերը պետք է մաքրել որ հողը խորունկնա եւ այսօր խոսեցանք փուշերու մեջ ինգած քրիստոնյաներու մասին որ փուշեր կան մեր շուրջը եւ այդ երկուքը կարեւոր փուշեր են որ առանց սկալու մեր կյանքին վրա գիշխեն եւ մեզի գխեղտեն անոնք պետք է անոնց հոգտարվի եւ դերը գամի հոս չի վերջանար լավակույն հողը գա որ մեզի գսպասե եւ ինչպես գնանք այդ հող ունենալ որ բդուղ բերենք 30 60 100 որ դերոջը հաջելի կյանքեր վարենք եւ նույնադեն մենգալ ունենանք այդ լեցուն կյանքը abundant life որ Հիսուս խոստացավ հավատացյալներու համար ուրեմն ամենքս գործ ունենք մեր ամենօրյա կյանքերու մեջ այս բաներուն հետ սպառելով որբեսի պատրաստենք այն բարի հողը որ մե պիտի դուրս գա բարի բդուներ դերը օրհնե բոլորի